Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ գրառումներ է անում կաթողիկոսի մասին եւ այսօր արդեն կոնկրետ ինչ-որ գործողությունների ըստ էության դրդում, ասում է հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Սա ինչ է նշանակում, որ պետք է գնալ սիրով եւ քրիստոնեաբար վեհարանը շրջափակել։ Ես ուզում եմ, որպեսզի մենք այս process-ի մասին խոսելուց շատ ավելի սկզբնական փուլից գանք, եթե դեմ չեք։ Ուզում եմ ձեզ ներկայացնել, որ դեռևս 15-20 տարի առաջ, երբ ես օրինակ իմ սերունդը ավարտում էր դպրոցը եւ որոշում էր կայացնում որևէ բուհ ընդունվելու, այդ ժամանակ ես ունեի ընկերներ, ովքեր որ որոշում կայացրեցին ընդունվել ճեմարան եւ իրենց ծառայությունը մատուցել Աստծուն, նաեւ Սուրբ Առաքելական եկեղեցու սկզբունքներին համապատասխան։ Ես հիշում եմ, որ այդ ժամանակ դիմորդների քանակը Էջմիածնի ճեմարան այնքան շատ էր, որ մի տեղի համար պայքարում էին 1 տասնյակից, նույնիսկ շատ հաճախ 2 տասնյակից ավել շրջանավարտներ, ովքեր որ որոշում էին իրենց կյանքը կապել հոգևոր ծառայության հետ։ Եվ այնքան շատ էր այդ կոնկուրս կոչվածը, ժողովրդական լեզվով ասած, որ մրցակցությունը, որ երբ որ չէին ընդունվում Էջմիածնի ճեմարան, իրենց ուսումը շատերը շարունակում էին Սևանի հոգևոր ճեմարանում եւ ես ինքս էլ բազմաթիվ այցերի ընթացքում համոզվել եմ հարյուրավոր երիտասարդ հոգևորականների եմ տեսել այնտեղ, որոնք դառնում էին սարկավակներ, հետո եթե չէին ընտրում կուսակրոնության ճանապարհը, դառնում էին հոգևոր առաջնորդներ, եկեղեցիների տերհայրեր, ովքեր որ ընտրում էին կուսակրոնության ճանապարհը, արդեն այդ եկեղեցական հիերարխիայով բարձրանում էին, դառնում էին եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ եւ այլն։ Եվ ես չափազանց զարմացած էի, երբ 2-3 տարի առաջ իմացա, որ այլևս ոչ ոք չի ընդունվում ճեմարան եւ չի ուզում, ցանկություն չունի շարունակել հոգևոր ծառայությունը, այսինքն Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ճեմարան ուղղակի դիմորդ չկա։ Ինչու՞։ Շատ ընդ որում կարող է տարվա ընթացքում լինի 3-5 դիմորդ, 1 դիմորդ։ Ինչով է պայմանավորված։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իմ խորին համոզմամբ եկեղեցին իր կառուցվածքով պետք է բարեփոխման ենթարկվի։ Ընդ որում այդ բարեփոխումը պետք է չլինի այսինքն մենք այդպիսի ընկալում պետք է չլինի, որ ինչ որ մեկի դեմ է ուղված կամ ինչ որ մի խումբ հոգևորականների դեմ է ուղված, բացարձակ։ Սա իրավիճակ է, որը մենք ունենք եւ այժմ մենք եկել ենք հանգել ենք մի կետի, որ իմ խորին համոզմամբ նաեւ որպես առաքելական եկեղեցու հետևորդ եւս եկեղեցին պետք է բարեփոխման ենթարկվի։ Ինչը, մասնավորապես ինչը պետք է փոխվի։ Եթե մի բան ուզում են բարեփոխել, արձանագրում են խնդիր, առաջարկում են լուծման տարբերակներ, ո՞րն է խնդիրը համարում։ Ես կարծում եմ, որ ունենք իրավիճակ, երբ մեր հասարակությունը եւ մեր եկեղեցին պետք է ավելի մտերմանան եւ գիտեք, ես կարծում եմ գաղտնիք բացած չեմ լինի, որ ձեզ տեղեկացնեմ, որ հանրության շրջանում ամենատարբեր որակումներն են հնչում
եկեղեցականների եւ եկեղեցու հանդեպ ցավոք սրտի Քանի հոգու հետ եք դուք խոսել, որ այդ եզրահանգմանն եք։ կներեք ցավոք սրտի դրանք միշտ չէ որ դրական ձևակերպումներ են, իմ պատասխանը միշտ չէ որ դրական Գրասենյակում եք դա լսել։ մի վարքյան միշտ չէ որ դրական ձևակերպումներ են։ Ցավոք սրտի ես ինքս շատ հաճախ եմ լսում բացասական երանգների ձևակերպումներ մեր հոգևոր հայրերի նկատմամբ։ Եթե շատ անկեղծ ասեմ, ես շատ ցավագին եմ տանում այդ փաստը եւ փորձում եմ բոլոր զրույցների ժամանակ այդ ձևակերպումներին տամ գնահատական որպես եկեղեցու հետևորդ, առաքելական եկեղեցու հետևորդ, բայց շատ հաճախ այդ գնահատականները սուր են եւ նույնիսկ չհանդուրժող այլ կարծիքի հանդեպ։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակին բերել է նաեւ եկեղեցու մեր հոգևոր հայրերի քաղաքականության մեջ մտնելու փաստը, քաղաքական գործընթացների մեջ մտնելու փաստը։ Կուսակցություն են գրանցել։ Դե օրինակ մենք ունենք սառեցված հոգևորական Բագրատ arczepiskopos Գալստանյանի սրբազանի պահվածքը, որը կարելի ասել եւս հանրության շրջանում ծայրաստիճան բացասական է ընդունվել։ Եթե դրական ընդունվեր, ապա նա կունենար արդյունք։ Եթե չի ունեցել արդյունք, ուրեմն բացասական արդյունք։ Ես կարծում եմ եւ եկեղեցու առած հայտարարությունները նաեւ քաղաքական մասով այս ամեն ինչը հերվածրել է հասարակությանը եկեղեցուց։ Եվ ես եւս որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի մեր հանրության եւ եկեղեցու կապը, եթե չասեմ վերականգնվի, այնպես ինչպես եղել, ապա ավելի սերտանա։ Ես խնդրում եմ, որ այս բոլոր process-ները դուք դիտարկեք հենց այս կոնտեքստում։ Ավարտեցիք ձեր միտքը։ Այո։ Պարոն Հակոբյան, խնդրում եմ ասել, քանի հոգու հետ շփումների արդյունքում է ձևավորվել ձեզ մոտ այն միտքը, որ հանրությունը բացասական է խոսում հոգևորականների մասին։ Ես ուզում եմ նշել, որ հանրության մի մասը, չեմ ասում ամբողջ հանրությունը, գիտեք, սա տարիների խոսակցությունների եւ տարիների արտահայտած վերաբերմունքի։ Ձեզ տեսնում է բարև պարոն Հակոբյան, ինչպես եք, բա իմացել եք այս հոգևորականը, հա, այդ նման կերպ եք։ Գիտեք, դուք հիմա ձեզ թվում է, որ ծայրահեղացնում եք, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այո, այդպիսի դեպքեր են եղել, ինչպես որ եղել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր որ ինձ հետ նաև անձնական զրույցների ընթացքում մեծարել են, ներկայացրել են եւ շատ հպարտացել են իրենց հոգեվորականներով, այնպես էլ եղել է հակառակը, ովքեր որ բացասական են խոսել։ Հիմա վերադառնալով ամենաառաջին հարցին, որից խուսափեցիք, Նիկոլ Փաշինյանի հետևյալ գրառումը. Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կատեգորիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Ինչ է նշանակում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու այս գաղափարը, այսինքն մարդկանց կոչ եք անում գնան վեհարանը շրջափակեն։ Ես ուզում եմ, որ դուք եւս ընթերցելով մի միտք չտանեք այդ միտքը պարզեցման, շատ լավ, չտանեք այդ միտքը պարզեցման եւ չփորձեք ներկայացնել, որևէ կերպ չփորձեք ներկայացնել, որ իշխանությունը փորձելու է ճնշում գործադրել եկեղեցու եւ մեր հոգեվոր առաջնորդների նկատմամբ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած process, ցանկացած գործընթաց, ինչպես նաև վարչապետը իրավացիորեն գրել է, լինելու է քրիստոնեաբար եւ անկեղծ մղումներով եւ մեր հասարակությունը, որը որ կարիք ունի եկեղեցու եւ մեր հոգեվոր հայրերի հետ ավելի մերձենալու եւ վերջին շրջանում, ինչպես ես հենց սկզբից միտքս նշեցի եւ ձեզ փաստերով ներկայացրեցի,
ճեմարանի հետ կապված, այսինքն մեր հասարակության այն հատվածը, որ շատ ավելի շատ է միշտ ուզեցել հոգևոր ծառայություն մատուցել, այժմ նրանք հրաժարվել են դրանից։ Այս գործընթացները ես չեմ ուզում, որ դուք ծայրահեղացնեք եւ փորձեք ներկայացնել որևէ շղարշի կերպով, նույնիսկ անգամ քաղաքական աստառ տալու մասով։ Դուք ասեք, դա ինչ է նշանակում։ Ես վարչապետը քայլերի հաջորդականությունը կնշի եւ ես վստահ եմ, որ այն գործընթացը, որը որ սկսվել է եւ այն արդյունքը կամ այն ելքը, որ տեղի կունենա, դա բացարձակորեն լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ մեր հոգեվոր ինստիտուտի, մեր սրբության, մեր եկեղեցու ընդհանուր շահերից ելնելով։ Ես չեմ ուզում, որ որևէ գործընթաց դուք ծայրահեղացնեք եւ խնդրում եմ, որպեսզի նաեւ մտքերը չպարզունակացնեք։ Ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց հենց 10 օր առաջ վանից սկսած զբաղվել եկեղեցու մաքրությամբ, որն էր այդ պահից սկսելը, որովհետև ըստ էության այն խնդիրները, որ վերհանում են, մշտապես էլ եղել են, մշտապես էլ դրա մասին մամուլը գրել է, բայց ինչու հենց հիմա այդ դա սկսել։ Մինչև ձեր հարցին պատասխանելը հստակեցնող հարց տամ, այսինքն դուք ընդունում եք, որ այն խնդիրները, ինչի մասին մենք խոսում ենք, եղել են, չէ՞։ Ես ասում եմ դրանց վերաբերյալ հրապարակումներ կան։ Եղել են, չէ՞։ Հրապարակումներ կան, հիմա դուք ընդունում եք, թե չէ։ Ես ընդունում եմ հրապարակումներ լինելու փաստը։ Չէ, դուք անձամբ ես ընդունում եմ հրապարակումներ լինելու փաստը։ Հիմա ես ձեզ հարց եմ տալի։ Հիմա ես ձեզ հարց եմ տալի։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականը, կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականը։ Դա մեր հայ առաքելական եկեղեցու ընկալման եւ տրամաբանության մեջ բացասական երևույթ է, թե դրական։ Ձեզ անձամբ հարց եմ տալիս։ Վերցրեք դուք վարեք հարցազրույցը, որովհետև այս ժանրում լրագրողն է հարցը տալիս, պաշտոնյան պատասխան։ Չէ, ես պատասխանելու եմ ձեր հարցին։ Դե պատասխան։ Բայց ես ձեզ հստակեցնող հարց եմ տալի։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականի Ես չեմ պատասխանում, ես եթերում դիրքորոշում չեմ հայտնում։ Ես կարծիք ունեմ, բայց ես երբևէ դիրքորոշում Լավ, ձեր կարծիքը բացասական է, թե դրական։ Ես եթերում դիրքորոշում չեմ հայտնում, այդպիսով անաչառության սկզբունքն եմ խախտում։ Դուք հենց այս հարցազրույցի ընթացքում առնվազն մի քանի անգամ դիրքորոշում հայտնել եք։ Ուղղակի դուք դիրքորոշում եք հայտնում մենակ այն հարցերի շուրջ։ Լավ, եթե իմ հարցը բարդ է, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը 10 օր առաջ, ես այլ հարց կտամ։ Ես ըմբռնեցի, որ դուք չեք կարող ձեր քաղաքական ղեկավարի մասին խոսել, ես այլ հարց տամ։ Դուք ըմբռնեք այն հանգամանքը, որ դուք քաղաքական մանիպուլյացիայի արդյունքում հարգելի Նարեկ չեք ուզում ընդունել ճշմարտությունը։ Լրագրողի հետ է, թե Իմ վեճը լրագրողի հետ չի։ Ես ձեզ իսկապես բավականին լավ եմ վերաբերվում։ Իմ վեճը ձեզ հետ չի։ Ես ձեզ ուղղակի հստակեցնող հարց եմ տալի, որ ձեր հարցին պատասխանեմ։ Դուք խուսանավում եք այդ հարցից։ Որտեղ դա նորմալ է, որ լրագրողը դիրքորոշում չի այլ։ Բայց դուք ասում եմ, այս զրույցի ընթացքում առնվազն մի քանի անգամ հայտնել եք դիրքորոշում։ Եվ հետեւաբար ես ուզում եմ ասել, որ դուք հայտնում եք դիրքորոշում միայն այն հարցերի շուրջ, որի շուրջ դուք ուզում եք հայտնել դիրքորոշում։ Շատ լավ։ Հիմա կարող եք պատասխանել այդ հարցին։ Հստակեցրեք հարցը։ Ինչու Նիկոլ Փաշինյանը հենց 10 օր առաջ որոշեց զբաղվել։ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքական իշխանությունը 10 օր առաջ չի որոշել ինչ որ հարցով զբաղվել։ Մենք ունենք խնդիր, մենք ունենք ձևակերպված խնդիր, որ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության շրջանակում եւ այդ խնդիրը ձևակերպված է որպես հասարակություն, ոչ թե որպես իշխանություն, պետք է տեղի ունենան բարեփոխումներ։ Եվ եւս մեկ անգամ խնդրում եմ, որ այս հարցը դուք դիտարկեք հենց այս կոնտեքստում, բարեփոխումների կոնտեքստում։ Երբ հասկացան այդ իշխանությունները։ Ես գիտեք, մի բան է, երբ որ դու հարցի հանդեպ ունես վերաբերմունք, մի բան է, երբ որ դու արդեն սկսում ես ինչ-որ գործընթաց։ Ընդ որում ես օգտվելով առիթից նաև ուզում եմ նշել, որ մենք ունենք եկեղեցու սպասավորներ, բազմաթիվ սպասավորներ, ովքեր որ սրբագույն կերպարներ են, եւ ես ինքս էլ շատ հարգում եմ եկեղեցու մի վարքան, ինքս էլ շատ հարգում եմ մեր սպասավորներին, ես ինքս ունեմ ջերմագին հարաբերություններ որոշ հոգևորականների հետ, ովքեր որ իրենց ուխտին եւ իրենց երթման
բանը համապատասխան ծառայում են եւ ես միայն իմ խոնարհումն ու պատկառանքն եմ համեմատում, պատկառանքն եմ արտահայտում այդ հոգեվորականների նկատմամբ եւ ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ այս կոնտեքստում մենք որևէ գործընթաց իրավունք չունենք դիտարկել անձնավորված Պարզապես պարոն Հակոբյան, ընկալելի է եկեղեցու բարեփոխումները սկսել մի գրառմամբ, որտեղ մի պատմություն է մի քեռակնոջ եւ մի սրբազանի մասնակցությամբ։ Դա եկեղեցու բարեփոխման լավագույն հիմքն է ըստ ձեզ։ Շատ լավ կարևոր հարց եք տալիս։ Հիմա ձեր համար խնդիրը գրառումն է, թե այդ երևույթի արկայությունը։ Անձամբ ձեզ համար, թե էլի դիրքորոշում չեք արտահայտում։ Այսինքն չկար ավելի քաղաքակիրթ Վիվարյան։ Ես Էլի դիրքորոշում չեք արտահայտում։ Հա, այսինքն ձեզ համար կարող ենք արձանագրել, որ խնդիրը գրառումն է, ոչ թե երևույթը։ Այսինքն երբ որ ես ընդհանրապես գնահատական չեմ հնչեցնում, Դուք չեք կարող գնահատական չհնչեցնել։ Դուք առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Դուք անձամբ առաքելական որպես հավատացյալ չեմ կանգնած մոտ դուք էլ հոգևորական չեք, ենթադրում եմ, падգամավոր եք եւ մենք քաղաքական թեմայով հարցազրույց ենք անում։ Հիմա ինչու այդ մակարդակով սկսել եկեղեցու բարեփոխումները, որտեղ սրբազանի եւ քեռակնոջ մասնակցության ձեզ համար խնդիրը ոչ թե այդ երևույթն է, այլ սկսելու ձևը, արտահայտած միտքը, հա, դա է խնդիրը։ Վարչապետի հարթակը, մի վարքյան, հարթակն է միտքը, հարթակ է միտքը։ Իսկ եթե վարչապետը իր բոլոր կարևորագույն որոշումների, ծրագրերի, մեր երկրի բարեփոխումների հետ կապված մտքերը այդ հարթակում Facebook-յան հարթակի միջոցով է տեղեկացնում հանրությանը։ Դա նորմալ է, իսկ այն որ այդ թեմայով գրառում է, դա նորմալ չի, բայց այդ իրավիճակի իրականությունը, գոյությունը նորմալ է։ Ինչու, բայց եթե այդ խնդիրը կա, ես տեղյակ չեմ, ինֆորմացիա չունեմ, Նիկոլ Փաշինյանն էլ դեռ իր գրածների վերաբերյալ տեղեկություն չի հրապարակել։ Եթե այնուհանդերձ այդ խնդիրը կա, բոլորի անմեղության կանխավարկածը պահելով, եթե այդ խնդիրը կա, ինչու դա չանել քաղաքակիրթ տարբերակով։ Օրինակ ինչ տարբերակով, խնդրում եմ ասել։ Առավոտ որ դուք բացում եք եւ կարդում եք, ասում եք սրբազան, մի վարքան, ինչ տարբերակով, օրինակ ասեք, ընդ որում ձեզ հիմա ես առաջարկում եմ, որ դուք տարբերակները նշեք։ Մի վարքան, որ դուք տարբերակները նշեք, ես հնարավորության դեպքում, մի վարքան, դուք նշեք տարբերակները, ես հնարավորության դեպքում, որպես քաղաքացի Նարեկ Կիրակոսյանի անունից կփոխանցեմ, կասեմ հարգելի լրագրող Նարեկ Կիրակոսյանը, առաջարկում է, որպեսզի մենք շատ հաճախ, երբ որ օգտագործում ենք Facebook-յան հարթակը հանրությանը ինչ-որ մի բանի տեղեկացնելու համար, փոխենք այլ հարթակի։ Ձեր անունից դա առաջարկ եմ, դա ձեր համար ընդունել է։ Պարոն Հակոբյան, այն հարց եմ տալիս, ընտրված ձևը Նիկոլ Փաշինյանի իսկ որն է այն մյուս ձևը, որը ձեզ համար ավելի ընդունելի կլիներ։ Ասեք, խնդրեմ, ես ձեզ համար քաղաքակիրթ հաղորդակցվել որն է քաղաքակիրթ հաղորդակցվելու ավելի պատեհ ձևը, ըստ ձեզ որն է։ Չէ, ըստ ձեզ որն է։ Ես կարծում եմ, որ Facebook-յան հարթակը այսօր այնպիսի մեր իրականության մեջ այնպիսի տարածվածություն ունի, որ այդտեղով հանրության հետ հաղորդվելը բավականին ընդունելի է։ Ընդ որում նաև դուք եք նաև Facebook-յան հարթակի միջոցով հաղորդակցում։ Ես ինքս տեսել եմ բազմաթիվ ձեր գրառումներ, ձեր հոլովակներ, որ հրապարակել եք, ձեր հարցազրույցների հատվածներ, եւ ես չեմ հասկանում ինչ եք դուք այս հարցը տալի։ Ինձ մոտ ընդհանրապես տպավորություն է, անկեղծ ասեմ, հիմա ինձ մոտ տպավորություն է, որ դուք ուզում եք բառախաղի միջոցով ինձ ինչ-որ բանի վրա բռնացնել, բայց ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ դա ձեզ մոտ չի ստացվի։ Երկու պատճառով չի ստացվում։ Ես ունեմ շատ լավ տրամադրություն հիմա եւ երկրորդը ես շատ հանգիստ եմ արձագանքում ձեր սուր ձևակերպումներին։ Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանի այդ ոճը, գրառումը, հա,
քերակնոջ եւ սրբազանի մասնակցությամբ ընտրված այդ ստատուսի ոչ Կոնկրետ ի՞նչը նկատի ունեք։ Բառը ասեք, ի՞նչը նկատի։ Դուք ի՞նչ նկատի ունեք։ Ձեզ համար ընդունելի է, որ վարչապետը, Հայաստանի վարչապետը իր Facebook-յան էջում գրում է սրբազան գնար շարունակիր դոմփել քերակնոջը։ Այս շփման մեթոդը ձեզ համար ընկալելի է թե ոչ։ Հիմա տեսեք, այսինքն դուք ասում եք, որ այդ իրավիճակի մասին խոսելը ընդունելի չէ, բայց իրավիճակը ընդունելի է, ես այդ եմ ձեզ այնց հարցնում։ Չէ, ես չեմ ասում իրավիճակը ընկալել, ես ասում եմ դա ներկայացնելը։ Ես համապարփակ կպատասխանեմ հիմա ձեր հարցին եւ ընդգրկուն։ Ես ինքս հանդիսանում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ։ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է կուսակցության վարչության նախագահ։ Ես ինքս որպես վարչության անդամ եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ ամբողջովին կիսում եմ Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Մի վարքյան, Նիկոլ Փաշինյան, տեսեք, ասում եք գնահատական չեմ տալի, բխեք տալի։ Քաղաքական թիմում երբ որ բոլորը չեք թողում ես պատասխանեմ։ Հիմա դուք էլի չեք թողում ես պատասխանեմ։ Չեք թողում, որ ասում եք գնահատական չեմ տալի։ Ես կիսում եմ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, գաղափարները, սկզբունքները եւ նաեւ ձեզ եւ հանրությանը ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր արտահայտած սկզբունքները եւ գործողությունները միտված են ընդհանրապես մի բանի։ Տվյալ դեպքում այս ողջ դուք տեսեք կենտրոնացակ մի գրառման վրա, բայց վարչապետը վերջին շաբաթվա ընթացքում երբ 1 տասնյակից ավել գրառում է արել այդ թեմայով, բայց դուք կենտրոնացել եք մի գրառման վրա։ Եվ ես ձեզ ասում եմ հերթական անգամ, որ այս գործընթացը միտված է Հայաստանի Հանրապետության, մի վարքան, ինչ առումով։ Ես հենց սկզբից մեկ այլ գրառման հետ կապված էի Հայաստանից, դուք հիմա ինձ Ոչ այսպիսի սրությամբ եւ այսպիսի բան բառախաղի միջոցով կարճելու այսպիսի մեծ այդ միայն այս հարցի շուրջ էիք տենց կարճել ինչ որ պատասխան ուզում։ Հիմա տեսեք, շարունակեմ եւ մեր քաղաքական թիմը կարծում է, որ եկեղեցում հայ առաքելական Սուրբ եկեղեցում պետք է լինի բարեփոխումներ եւ այդ բարեփոխումները պետք է միտված լինեն Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու առավել մերձեցմանը, մտերմացմանը եւ միմյանց հոգեվոր կապի ամրապնդմանը։